Չերս դիմել եւ ընդունվել ես Հարվարդի համալսարանում ծրագրի։ Բժիշկ դառնալը շատ դժվար է ու նաեւ կար տենց իրավիճակ, որ ես գիտեի, որ եթե դժվար է, ես անելու եմ։ Ամենամեծ խոչընդոտները, որ այսօր բախվում ենք մեր աշխատանքի մեջ։ Մենք ինչ-որ միջազգային կոնֆերանսի առաջին օրը Աստված ես համար ասում, ամեն ինչ գիտես, բոլորից լավ գիտես առաջինը, երկրորդ օրը մեկ էլ տեսնում ես, որ իրանք անում են մի վիրահատություն, որը դու դեռ չես անում։ Արդեն ժամանակն է ինքնուրույն առաջ գնալ։ Բժշկական աշխատանքով, որի համար ունեմ կրթություն, դիպլոմ եւ այլն, ծախսել եմ շատ ավելի քիչ ժամանակ։ Մենք էլ ուսուցիչների կարիք ունենք։ Ոսկե պատկերը Միացյալ Նահանգների կոտրվել է։ Շատ կարևոր է, որ դու վազես արագ, բայց ոչ այնքան արագ, որ սպառվես։ Մի հատ մեծ խնդիր կա, Հայաստանում բժիշկները շատ են։ Սիրելի բարեկամներ, մեր հաղորդման գլխավոր գործընկերն է Կարդիոլաբ բժշկական կենտրոնը։ Կարդիոլաբը մասնագիտացված սիրտանոթային խնամքի կլինիկա է, որտեղ դուք կարող եք շատ բարձր որակով եւ արագ անցնել ձեզ անհրաժեշտ բոլոր ամբուլատոր սիրտանոթային քննությունները։ Կարդիոլաբում մեր արժեքներն են որակը, պրոֆեսիոնալիզմը եւ պացիենտակենտրոն մոտեցումը։ Բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ նկարագրության բաժնում։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Բարև ձեզ սիրելի բարեկամներ, ինչպե՞ս եք։ Ես մեծ հույս ունեմ, որ դուք լավ եք եւ մեծ հույս ունեմ, որ գնալով ավելի լավ ենք լինելու, քանի որ դա է մեր ոդքասթի Կարդիոլաբի նպատակը՝ լինել ավելի առողջ, ավելի գիտակից, ավելի հավասարակշռված եւ սեփական բժշկի հետ որոշումներ առողջության վերաբերյալ կիսող քաղաքացիներ։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, խնդրում եմ բաժանորդագրվել մեր ալիքին։ Իսկ այսօրվա իմ հյուրը իմ վաղեմի ընկերն է, երկար տարիների, քանի տարի է մեր ընկերությունը, Էրմինե։ Արդեն 15 տարվա իմ ընկերն է, Աստղիկ բժշկական կենտրոնի սրտաբան, էլեկտրաֆիզիոլոգ դոկտոր Էրմինե Պողոսյանը։ Ողջույն Էրմինե ջան, շատ ուրախ եմ, որ համաձայնել ես գալ ինձ հյուր եւ շատ ուրախ եմ քեզ այստեղ մեր ստուդիայում տեսնել։ Ողջույն Տաթև ջան, ես եմ ուրախ քեզ տեսնել ու ողջունում եմ քո բոլոր նախաձեռնությունները։ Շնորհակալ եմ շատ, մերսի։ Հիշում ես, որ միասին մի սենյակում էինք նստում։ Ամեն օր։ Լավ ժամանակներ էին, չէ՞, ես ուրեմն շատ հաճախ հիշում եւ հիմա երբեմն մեջս հարց առաջանում, եթե ինձ հետ տանեին, դնեին այդ հին իրավիճակներում, ոչ անպայման հենց այդ նույն սենյակում, բայց թեկուզ դրանից առաջ, հա, արդյոք ինձ հաճելի կլիներ, թե միգուցե հիմա ավելի հաղթահարածի զգացողություն կունենայի, քեզ մոտ նման պահեր լինում է։ Ցավոք սրտի ես ինձ ուրիշ միջավայրում չեմ տեսել, չեմ փորձել ու ինձ շատ կոմֆորտ զոնան, շատ կայուն կոմֆորտ զոնա շատ կարևոր բան է, դրա համար չեմ կարող պատկերացնել, բայց քեզ պատկերացնում եմ այդ միջավայրում ու պատկերացնում լրիվ այսպես հասուն, նույն ձևով աշխատելուց, նույն մեր մտքերը շատ չեն փոխվում, մեր կյանքը շատ չի փոխվում, մենք սկսենք իրանց լավ ընկալել։ Այսինքն եթե սկսենք նորից, երևի էլի նույն ձևով առավոտը պետք է մի հատ քննարկում լիներ, հետո արագ հիվանդ պացիենտների նայել, զննել, հետո մի հատ սուրճի ընթացքում փիլիսոփայել, ոդքասթ անել, ամեն մի սրճարանում սալատ ուտել, հաճելի ժամանակներ ձմերուկ ուտել։ Ամեն զրույցը ոդքաստ էր համարյա։ Հաճելի էր։ Ես միշտ շատ դրական եմ հիշում այդ տարիները։ Հա, ոչ անցյալում տենց շատ բան չեմ հիշում, որ բացական լինի։ Ֆիլտրում դուրս է գալիս։ Շատ մեծ կարևոր բան է իսկապես, որովհետև այո, սուր փուլում մենք բացականը այսպես շատ մեծ ենք տեսնում, բայց հետո ժամանակի հետ պոզիտիվ բաներն են մնում, թե ամեն ինչ ներսում ճիշտ է դասավորված։ Բայց քո հետ ոչ մի բացական բան չեմ հիշում։ Թե դու հիշում ես կասես։ Չէ, չկա տենց բան։ Okay, արի նորից զրոյց սկսենք եւ մեր կառուցվածքը մեր ոդքասթի այնպեսին է, որ խնդրում ենք հյուրին ներկայացնել իր անցած ճանապարհը, այ մանկությունից սկսած, ինչպես է առաջացել այդ որոշումը բժիշկ դառնալու, ինչն է դրդել, ինչպես են անցել տարիները, ուսանողությունը, կայանալը, քանի որ մեզ շատ երիտասարդներ են դիտում եւ իրանց իսկապես հետաքրքիր է կայացած բժշկի անցած ճանապարհը։ Միշտ զարմանում եմ, որ մարդիկ ասում են, այտենց փոքր տարիքից ուզում եմ էլեկտրոֆիզիոլոգ դառնալ, այտենց չի եղել։ Էլեկտրոֆիզիոլոգ, չէ՞, հատկապես։ Ես այտենց գիտակից չեմ կարող հիշել հենց վարքյանը պահը, ես հիշում եմ, որ այտենց խոսույթ կար իմ միջավայրում, որ բժիշկ դառնալը շատ դժվար է ու նաև կար այտենց իրավիճակ, որ ես գիտեի, որ եթե դժվար է, ես անելու եմ։
ու այդպես այդտենց ստացվել էր, որ ես գիտեի, որ դա դժվար է, դրա համար ես բժիշկ եմ դառնալու։ Հետո շատ լավ հիշում եմ, որ այն լուսումութ տարիներին մենք մի վիդեոկասետա ունեինք, ու այս լույսի տարիներին ես մենակ այդ կարող էի նայել, դա բան էր Բուլգակովի Սաբաչի սերցաներ եւ այդտեղ այդ դոկտորի դերը հատկապես այն պահին, երբ որ ինքը Ստալինին զանգում է ասում է, որ որտեղ ուզի այնտեղ պետք է ապրի։ Շատ ազդեցիկ են, շատ ազդեցիկ դերակատարել, շատ։ Ես այտենց այդ ֆիլմը այնքան էի նայել, որ վիդեոկասետի վրա բաներ գծեր էր գնում սպիտակ, որտեղ ինքը մաշվել էր, ինքը այդ վերին շատ դժվար էր թվականներ։ Այդ շատ վաղուց էր լույս մութ չլինելի 90-ականներն էր։ Այսինքն այն ժամանակ, երբ մենք Սանտա Բարբարանն էինք նայում, դու փաստորեն Սաբաչի սերցներն մի բան գիտեիր, մեծացել դարձար էլեկտրաֆիզիոլոգ։ Սանտա Բարբարան չի հասցնում նայել, բայց նայում էի։ Չէ, շատ չեմ նայել Սանտա Բարբարան դենց էպիզոդիկ, բայց հիմա որ այդ տարին այդ փորձեցի ֆիլմի Մեյսոնին հիշում։ Մեյսոնը Մեկ էլ բանն էի շատ սիրում Pretty Woman, Krasotка ֆիլմները շատ ինձ սիրելի այդ տարիներից հիմա որ դա դարձել հենց Krasotка էր, էլի հենց հայերենում անգլերենում։ Բոլորս իրան Krasotка ենք ճանաչում եւ այդ հրաշքի էլեմենտը չէ որ այսպես կարող է շատ ուժեղ մարդու կյանքը փոխվի եւ հետո գիտես ինչ եմ հիշում որ շատ ակնհայտ ուզում էի միտեղ լինել որտեղ օգտակար եմ լինելու այ դա գիտակցաբար հասկացել եմ որ ցանկացած բան կուզենայի դառնալ մենակ ինչ որ օգտակար լինելու զգացողությունը լիներ իր մեջ ուսուցիչ էլ մտածել եմ իքը բան եմ մտածել բայց ինձ օգտակարության բանը շատ տեղել է պատճառը որտեղից էր դա գալիս այդ ցանկությունը օգտակար լինելը չեմ կարող ասել մեծ ընտանիքում եմ մեծացել շատ փոխկապակցված մեծ քույր փոքր եղբայր շատ իրար կապված ընտանիք անընդհատ ինչ որ հարցերում եղել է որ օգնելու եւ լուծում առաջացնելու լուծում տալու հարց ա եղել երևի այդպես ծածկության էլեմենտներից հա ոնց որ առաջացել է տակրքիրա ես էլ եմ միշտ դա ուզել բայց ենթագիտակցաբար պիտի խոստովանեմ որ ինձ համար շատ կարեւոր է երևի թե եղել հասարակության վրա ազդեցություն ունենալը Ես միշտ դա կարևորել եմ, դրական ազդեցություն էլի եւ միջև օրս էլ դրա համար իմ կյանքում օրինակ որպես դոմեյն մասնագիտությունը շատ կարևոր դեր ունի շատ միգուցե ավել քան պետքա կարևոր է դրանից է էլի մասնագիտության մեջ այն շատ հաճելի ինձ թվում է քո մոտ էլ այդ կլինի որ դու մի մարդու հետ ես շփվում այդ ամեն ինչ իր մեջ ընդգրկում է ինքը ցանկացած մասնագիտություն որ այս պահին կարելի է մտածել դա կա բժշկության մեջ ամեն մասնագիտություն, ինքը հոգեբանություն է, ինքը հաշվարկա, ինքը տնտեսագիտություն է, ինքը փիլիսոփայություն է, ինքը գրականություն է, պացիենտ կա, որի հետ ամեն ինչ, պացիենտ կա, որի հետ դու ռեալ գրականություն ես անցնում էլի այդ этаպը ու այդ հաճույքը որ դու ինչ էլ դառնայր բժշկության մեջ ինչ այլ մասնագիտություն կա բժշկության մեջ դրա մի մասը կա ինքը հստակ կա Դու լավ բժիշկ ես, գիտես քո պացիենտներ պիտի խոստովանեմ, որ իմ ընդհանուր տպավորությունն է, էլի որ քո պացիենտները քեզ շատ սիրում են ու նվիրված են, դա շատ կարևոր բան է։ Քո կարծիքով ի՞նչն է, որ մի էլեմենտն է իրենց համար կարևոր եւ ի՞նչն է պատճառը, որ իրանք քեզ են ընտրում որպես իրենց սրտի բժիշկ։ Չգիտեմ, բայց ես գիտեմ, որ ես էլ իրանց եմ սիրում, այտենց կարող եմ այդպես ասել։ Այսինքն ես կարող եմ ասենց ասել, բոլոր այն ամենը ինչ որ մարդու միսիան է այս կյանքում իմ համար դա աշխատանքն է այսինքն հայրենասիրությունը դա լավ աշխատելն է ընտանիքից սիրելը դա լավ աշխատելն է արդարությունը դա լավ աշխատելն է ազնվությունը դա լավ աշխատելն է այդ բոլոր արժեքային համակարգը աշխատանքն է ու եկան որ դու քո աշխատանքը սիրում ես դու սիրում ես նաև պացիենտին երևի դա փոխադարձ է դառնում ու ընդհանրապես ինչ էլ որ դու սիրում ես ու անում ես երևի փոխադարձ է դառնում միանշանակ դες չկորող էներգիայի ու նույնիսկ եթե դրա մեջ միշտ չի որ լինում անպայման ժպտերեսություն, չգիտեմ բարեհամբույրություն եւ այլն երբեմն կարա սահմաններ լինեն հայավարի մի հատ կպտի ջղայնանաս վերջերս ջղայնանալը շատ չի ստացվում որտեղ իսկ լացելը вообще չի ստացվում քեզ ինչ չի ոնց է դա տարիք պիտի վայելել բայց առնվազն կարամ ասեմ որ շատ հաճելի է ամեն մարդու հետ շփվելը ինչ որ նոր բաներ ես ասում հասկանալ իսկ ինչպես է քո վերաբերմունքը անարդարություններին այնակ եթե դու զգում ես ինչ որ մի բան
քո նկատմամբ կամ քո բուժառուի նկատմամբ ինչ որ մի անարդարություն ա տեղի ունեցել, ինչա դա քեզ մեջ արթնացնում եւ ինչպես ես դու փորձում շտկել այդ հարցը։ Եթե բուժառուի հանդեպ առաջանում է ինչ-որ պայքարելու ցանկություն, գնալ ապացուցել, որ ինքը իրավունք ունի, իր իրավունքը ոտնահարվեց, բայց երբ որ իմ հանդեպ է, ցավոք սրտի, как данность, ոնց որ այտենց է այդ որպես փաստ է անցալվում։ Հետո ինչ որ ժամանակի հետ հասկացել եմ, որ այն բոլոր տեղերում, որտեղ որ թվում է թե անարդարություն կա, թվում է թե անհավասարություն կա, ժամանակի հետ դու տեսնում ես, որ ինքը կոմպրոմիսներ շատ կային, դու չտեսար։ Այդ Բրոդսկի մի հատ բանաստեղծություն ունի, որտեղ շատ հստակ ասում է, որ надо принять как данность, որտեղ հետո ժամանակի հետ դու կտեսնես, որ այնտեղ միտք կար, իմաստ կար, հա, այդ одиночествоյի մեջ է այդ միտքը գնում, որ այդտեղ կար լիքը կոմպրոմիս ու այն շատայշի լեսնիցան, որի վրայով դու չէիր կարողանում բարձրանալ, նա самом деле մեծ լայն ճանապարհ էր իր ուսիենի կոմպրոմիսը մի ոչ շատ հետաքրքիր է, որ հետ ես նայում հասկանում ես, որ չէ, դա տենց դժվար շուվատ ճանապարհ չէր։ Այո, այդ սկսող բժիշկներն այդ շատ կարևոր է իմանալ, որ ամենանեղ ճանապարհով անցնելուց, որ հետո հետեսնամ, դες մեզ այնքան լայն ճանապարհ էր, պրոստը դու տենց այդ նեղ ճանապարհով էիր որոշել գնալ։ Դա այդ մասին նույնիսկ Աստվածաշնչում ասված։ Շի մի կա, չէ՞ որ ասում փոքր է այն դուռը եւ նեղ ճանապարհը, որը տանում է դեպի երկնքի արքայություն։ Օ։ Այսօր միշտ չի որ հեշտ կոմֆորտ եւ ամեն ինչը լավ ստացվող ճանապարհները լավ տեղ են տանում։ Լավ ճպտի անցնես երևի որ տեսնես հետո դժվարությունները կոփում են, դժվարությունները կերտում են մարդու կերպարը, այնպես ինչպեսին ինքը հասնում է իր պիկին, իր մասնագիտական եւ ընդհանրապես իր իբրև անձի իր պիկին, որը կարծում եմ շատ կարեւոր է։ Չկոտրվել էլի այդ ընթացքում։ Այդ որտեղից է դոկտոր Հերմինե Պողոսյանը, որը full time զբաղվածություն ունի եւ վիրահատում է ռիթմի խանգարումներով պացիենտներին եւ վարում է բազմաթիվ ծանր պացիենտներ, որտեղից է վերցնում իր ռեսուրսները, որպեսզի կարողանա տրամադրել այդ պացիենտներին։ Չգիտեմ։ Ստացվում է դեռ։ Չգիտեմ։ Շատ անկեղծ պատասխան է։ Այտենց հատուկ բան չեմ անում։ Էլի շատ այդ հաճույք ռեսուրս չեմ ծախսում ճիշտ ասած ես վերջերս այ հասկացա հաճույք եմ ստանում ընդհակառակը ստանում եք նույնիսկ այս ռեսուրսը որը հիվանդանոցում ստանում եմ հետո մտածում որտեղ ծախսեմ կարող է փոխադարձ լինի հա ինչ որ բան եմ սովորում ինչ որ մեկ այլ աշխատանք եմ փորձում անեմ գրեմ Սորճես գիրքի գեղարվեստական սկսել, ես մի տարի է գրում եմ։ Ինչ հետաքրքիր է։ Այսինքն ինչ այդ հակառակը ես աշխատանքից ռեսուրս եմ ստանում, իմ հանդիպած մարդկանց մասին, որտեվ երբեմն թվում է թե մարդու հետ եկար հանդիպեց իր անցար, հետո հասկանում ես այնքան մի նախադասությամբ այնքան մեծ դեր կարա կատարի, ու տենց այդ որոշեցի, որ տենց չպիտի մնա ներսումս, որտեվ չես կարող կիսվես, առօրյան չի թույլ տալիս, բայց այդ էներգիան տենց կուտակվում, որոշեցի, որ կարելի է միտեղ գրել հետո հետաքրքիր կլինի ինձ անպայման շնորհանդեսին խնդրում եմ հրավիրես կհասնի դրան երևի չեմ որանա հաստատ դու կլինես ինձ թվում է բայց այդ էտապին հələ չեմ հասել ասած գրում չեմ հասնում ուզում եմ ասեմ որ աշխատանքը ինքն է ռեսուրս տալիս այլտեղ որ պետք է օգտագործեմ ցավոք սրտի իմ մոտ ոնց որ ինչ որ մի բան այլ ձև է դասավորված ոչ թե կյանքից եմ էներգիա վերցնում տանում հիվանդանոց այլ հիվանդանոցից էներգիա ստացած Իսկ օրվա որ մասն է վերցնում քո հիվանդանոցում գտնվելը Ես սովորաբար տարիներով արդեն ունեմ շատ հստակ գրաֆիկ ու այնքան սիրում եմ այդ գրաֆիկայինությունը, այդ կարգ ու կանոնը։ Ինձ թվում է ինչ-որ մի պահի երևի աշխարհում ընկալել եմ որպես քաոս, հենց այդ կարգ ու կանոնը եղել է հաճույքը զգում եմ։ Ես ամեն առավոտ ժամը 8-ին գնում եմ գործի 8:15, 8:20, մի հատ սուրճ եմ խմում մենակ։ Այդ կարճ ժամանակ որ միասին ենք խմում։ Հետո գնում վիրահատարան։ Անկախ ամեն ինչի ժամը 1-ին իջնում եմ, ուսուցում պացիենտներ նայել, մինչև 5-6-ը։ Բավական երկար աշխատաժամանակ ունես, փաստորեն։ Բայց ինքը ոնց որ երկու աշխատանք է,
Այդտեղ եմ շատ մտածում, որ դրանից էլ է էներգիա գալիս, որ ոչ թե դու մի գործ անում ես նույն գործը անընդմեջ, այլ որ կիսված է, մի պահ վիրահատարանք, կեսօրը ներքևում, էներգիան լրիվ զրոյց է, ուտը նոր է զարթնել ու նոր էներգիայով սկսում ես ուրիշ աշխատանք անել ու ընդհանրապես երևի դու ինձանից լավ արդեն գիտես, որ մի քանի զբաղվածություն ես ունենում, իրանք ոնց որ զրոյական, ոնց որ այլ բատարեյկա է օգտագործվում էլի դրա համար։ Հա, միանշանակ այդպես է եւ ընդհանրապես ամեն ինչ մոտիվացիայից է գալիս իմ կարծիքով։ Եթե կա մոտիվացիա, ռեսուրսները միշտ գտնվում են։ Ես այդպես եմ կարծում։ Օրգանիզմը անսահմանափակ ռեսուրսներ ունի։ Հա, միանշանակ այդպես է։ Կա որևէ սիրելի հիվանդություն, որով դու այսօր շատ տարված ես ռիթմի խանգարումների մեջ։ Ոչ թե սիրելի, այլ ոնց որ այն բոլոր խնդիրները, որոնք որ շատ ենք սիրում առաջ, որ հեշտ է բուժվում, դու գիտես, որ դա ամենահեշտ արիթմիան է, հեսա մի րոպեում կանգնում ենք լրացուցիչ թելիկի վրա ենք անցնում է։ Դրանք էլի սիրելի են մնացել, բայց ինչ որ մի բան ուզում ես նոր բան անես, ինչ որ նոր ավելին անես։ Երբեմն դա հեշտ չի, որովհետև եթե կար մի ժամանակ, երբ որ գնում ենք ինչ-որ միջազգային կոնֆերանսի առաջին օրը ամենահեշտն է, դե դուրը քեզ Աստված ես համար ազգում, ամեն ինչ գիտես, բոլորից լավ գիտես առաջինը, երկրորդ օրը մեկ էլ տեսնում ես, որ իրանք անում մի վիրահատություն, որը դու դեռ չես անում, կամ Հայաստանում որևէ մեկը չի անում, այդ անցումային այդ պահը կուզենայի ոնց որ ավելի շատ այդ մասին մտածեին, շողացող արիթմիան երևի էս պահին։ Դե հարթվելը սրտային անբավարարությունը շատ մենք լիքը աշխատելու տեղ ունենք, մենք շատ լավն ենք, այդ ինքնագնահատականը կարևոր է այդպես բարձր պահել, բայց մենք շատ ավելի աշխատելու լավ Ես կարծում որ այդտեղ սիստեմի հետ կապված հարցերը ավելի մեծ են սրտային անբավարարության մեջ խորանալը։ Առանձին մասնագիտություն է, էլի։ Եւ շատ ռեսուրսներ է պահանջում, որը այսօր չկա մեր համակարգում։ Ինքը շատ ռեսուրս է պահանջում, ինքը շատ գիտելիք է պահանջում, ինքը պահանջում է ամեն ինչ լինել, համ արիթմոլոգ, համ մի քիչ վիրաբույժ, համ մի քիչ ամեն ինչից ունենալ խորը գիտելիքներ։ Մենք ցավոք սրտի մի քիչ սիստեմը ասածը մի կողմից առողջապահության կազմակերպումն է իհարկե քննարկման թեմա, բայց նաև բժշկություն սովորելու մեջ ունենք խնդիր։ Ցավոք սրտի ես այդ իմ քննադատական բանը չեմ կորցրել, որ ինչ որ մի հստակ սխալ կա բժշկական կրթություն ստանալու մեջ Հայաստանում, այդ շկոլայի բացակայությունը ինստիտուտից սկսած, ինչքան մենք սիրում ենք մեր ինստիտուտը, չկա հասնող մեր ինստիտուտին, Հայաստանում ավելի լավ կրթություն չի ապահովում, բայց միևնույնն է մենք չգիտենք մենք ինչի համար ենք սովորում։ Ես վերջերս առիթ ունեցա մի բան սովորելու ամերիկյան սիստեմով ու հասկացա, որ այնտեղ երբ որ դու սովորում ես foramen ovalen, դու դա սովորում ես թե ինչի համար է դա քեզ պետք գալու պրակտիկ բժշկության մեջ։ Ֆունկցիոնալ իմաստով, այո։ Հա, այսինքն ինքը իմինը պրակտիկ գիտություն է։ Տարը սովորեցիր, ինքը գիտես որտեղ է իր կիրառությունը լինելու, իսկ մենք ուղղակի սովորում ենք սովորել, հետո սովորում ենք այդ սովորածը ինչ-որ միտեղ ռեալիզացնել, ու տենց այդ ժամանակի կորուստը սխալ է գնում, ու շկոլայի բացակայությունը շատ զգալի է։ Նույնիսկ եթե դու ունես 15 ուսանող կամ 15 ֆելո, դա շկոլա չի, էլի։ Այսինքն նկատի ունես, որ մենք էլ ուսուցիչների կարիք ունենք։ Ես միշտ կարող եմ ասել, որ եթե ինչ-որ մի էտապում ինչ-որ մեկը զգա, որ ինքը ուսուցչի կարիք չունի, ինքը խնդիր ունի։ Կարող է չզգաս այդպես, բայց պահը գալիս, որ զգացողություն է գալիս, որ արդեն ժամանակն է ինքնուրույն առաջ գնալու, օգտվելով միանշանակ աշխարհի ստեղծած բոլոր ռեսուրսներից, բայց այդ երեխային տնից դուրս ուղարկելու էլեմենտը դու ինձ թվում է դրա հետ քաչ ես վերջերս շփվել ես, առնչվել ես։ Մի օր պիտի գա, որ ինքը ինքնուրույն քայլել եւ ինքնուրույն ինքն իր կյանքը կազմակերպել կարողանա։ Բժշկի որոշումը միշտ ինքնուրույն է։ Ոչ մի բժշկի ուզում է դա վիրահատություն լինի, ոչ մեկ չի գալիս ձեռքը բռնում, ասում ոնց անի, հակառակը մենք դրա բացակայություն ունենք տոտալ։ Բայց ուսուցիչը դա այդ մարդը չի, որը քո կողքով տենց քայլելու է։ Մի անգամ շատ մեր սիրելի բժիշկներից մեկը ասաց, ես երբեք ուսուցիչ չեմ ունեցել, բայց իմ կողքը միշտ մենտորներ կան, այսինքն մարդիկ ու մի նախադասությունը դու ամբողջ կյանք քո հետ տանելու ես։ Չգիտեմ, ամեն այդ գործին հանդիպելուց իր այդ բառը քեզ պետք է, դա է ուսուցիչը։ Ուսուցիչը ինքը պարտադիր չի ինձ քո կողքը լինի, բայց դու գիտես, որ ինքը կարա քեզնից ավելի
այլ միտք ունենա, որ դու չես էլ մտածել այդ պահին։ Այդ ուսուցիչը պիտի լինի, ու եթե ինչ որ պահի չլինի, ախ ինչքան էլ դու աճես, ինչքան էլ ես աճեմ, ես միշտ մտածում եմ, որ մեկի առաստաղը մյուսի հատակն է։ Միանշանակ այդ զգացողությամբ դա ինչքան աճվեց, մեկ է տեսնես, այս մարդը ուրիշ հայացք ունի, այս մարդը ուրիշ բան գիտի, այս մարդը ուրիշ բանին ուշադրություն դարձրեց։ Այդ էլ է, կարաս անցնես գնաս, մեկը քո աշխատանքի արդյունքը նույնն է ստացվելու, դու նույն 5 դեղը նշանակելու ես պացիենտին ուղարկես տուն, բայց կարաս դրա մեջ մտնես ու հասկանաս գիտակցված, թե 5 դեղը դու ինչի նշանակեցիր։ Այդտեղ է տարբերությունը։ խորության մեջ է։ Այո, ինքը կարող է իտոգը երկու նույն թերթի կլինի նույն դեղորայքով, բայց ինքը կարա լինի լրիվ այլ իմաստ իր մեջ։ Շողացող արիթմիայի տեսակետից ինչ որ նոր պերսպեկտիվներ, մտքեր, ինչ-որ մի բան կա, որով կուզենաս կիսվել մեր հանդիսատեսների հետ։ Ինքը այնքան մեծ, ես հաշիվ մտածում եմ, որ ինչ որ մի օր ինքը պետք է լինի որպես առանձին ուսումնասիրման թեմա, թե ինչ շատ էտապներ է ինքը անցնում, այս թվում է, որ դա մի հիվանդություն է, ինքը մի հիվանդություն չի կախված ձեր շողացող արիթմիան մի անգամ ա եղել, 10 անգամ ա եղել, թե 100 անգամ ա եղել, ինքը լրիվ տարբեր հիվանդություն է, եւ հետեւաբար եթե դիագնոզը լսում է որևէ մի մարդ, անկախ նրանից ինչքանով է վստահելի է դիագնոզը, ինքը անպայման առաջին իսկ անգամ լսելուց պետք է դրանով զբաղվել, որպեսզի ինքը չդառնա այն մի շողացող արիթմիա, որ 10 անգամ որ persistent է, որը մշտական է, որը ավելի անելիք է պահանջում, բայց իհարկե հիմնականը որ միջամտական իրաբուժումը մի քիչ ավելի շատ հեշտությամբ առաջարկվի եւ ընկալվի, այնպես ինչպես երևի կոպիտ է համեմատությունը, բայց իմաստը կհասկանաս ատամ սարքել է, այսինքն եթե մենք ատամը սարքեցինք ու լավ չստացվեց, երկրորդ անգամ էլ է պետք սարքել, ընկալել դա, որպես այո, կարա լինի մենք ունենք 32 ատամ, իսկ շողացող արիթմիայի համար մենք ունենք մի 400 ավելորդ կետիկ օրգանիզմում, որոնց կարելի է հեռացնել ու այդ հեշտ լինի այդ անցնելը եւ բժշկի համար, եւ սրտաբանի համար, եւ պացիենտի համար, ինքը կոսմետիկա չի, բայց ինքը լինի այդ հեշտ ընկալելի բոլոր օղակներում։ Ես միշտ ուշարուներին ասում շողացող արիթմիայի պարագայում մենք խոսում ենք մակարդակի լեզվով։ Մակարդակը կարողացանք նվազեցնել A-կետից իջեցրինք B-կետին, ուրեմն արդեն բարդությունների ռիսկը նվազում է, արդեն կյանքի որակը բարելավում է, արդեն կյանքի տևողությունը ինչ որ իրավիճակներում երկարում է։ Եվ կարծում եմ սա այն հիմնական խոսելու լեզուն է, որով պիտի ընտրենք ու պիտի առաջ գնանք։ Մի լեզվով խոսելն է շատ կարևոր, որ ես էլ, սրտաբանն էլ, դու էլ, մյուս բժիշկն էլ գրեթե նույն լեզվով խոսեն, չնայած այս վերջերս որ գալիս են պատմես, որ շտապօգնության բժիշկը այս նախադասությունը ասեց, այս միտքը ասեց, այնքան ուրախալի է, երբեմն ապշում եմ, որտեղ այդ օղակում կան բժիշկներ, որոնք խոսում են մեր լեզվով, հա, այնքան հաճելի է, մեր ժամանակ տենց չի եղել, մենք ինքներս դա սովորել ենք շատ sense քերելով, մենք պատրաստի մտքեր չենք ունեցել, մենք ստեղծել ենք այդ լեզուն, որ դու հիմա ասում ես, ես էլ նույնիսկ sense 3 հատ աստիճան եմ նկարում, ասեմ դուք էստեղ եք, դուք առաջին աստիճանում եք, երկրորդ աստիճանում եք, երրորդում եք, հիմա թողնենք բնականում կգնաք երրորդ աստիճան, բայց կարող ենք իջացնել առաջին աստիճան, այսպես խոսույթ կա, որը որ շատ ցանկալի է, որ ընդհանուր լեզվով լինի, այդ դեպքում այդ բարդ ինֆորմացիան համ մենք կշրջանառենք ավելի հեշտ, համ երևի պացիենտները։ Հերմինե ջան, ես մեծ ուրախությամբ իմացա, որ դու վերջերս դիմել եւ ընդունվել ես Հարվարդի համալսարանում ծրագրի, գիտական, գիտահետազոտական ծրագրի, որը կոչվում է Foundations in Clinical Research, կլինիկական հետազոտությունների հիմքերը։ Մի փոքր մեզ կպատմես ինչի մասին է այդ ծրագիրը եւ ընդհանրապես ինչ են իրենք այնտեղ սովորեցնում։ Ինքը շատ բազային ծրագիր է, ոնց գիտությամբ զբաղվես, դասընթաց է, որից ոնց որ շատ սիրուն ծրագիր է, մի հատ սիմպոզիում է լինում, հետո մի հատ սեմինար է լինում, հետո մի հատ տուտորիալ է լինում, հետո դու պետք է այդ քննությունը հասնես, այն ամենը ինչ որ մենք գիտենք։ Բայց շատ հաճելի է դա նաև սովորելը։ Մենք գիտենք, որովհետև մենք գիտությամբ կարդացել ենք, հոդվածներ ենք գրել եւ այլն, բայց այդ սովորելը այն մարդկանցից, ովքեր դրան գիտեն պրոֆեսիոնալ, շատ հաճելի է։ Ոնց որ ամեն ինչ բերում է իր տեղն է դնում, չէ՞։ Ես բաներ դու գիտես, բայց դու չգիտես որտեղից դու գիտես, ու հիմա մեկ էլ հասկանաս, որ դա այտենց չի, որ ինքնըստինքյան գիտելիք է, ոնց որ իրոք ֆունդամենտ լինի, որի վրա որ
աշխատում ես ավելի լավ մտքեր ունենալ, չեմ կարող ասել ինչա ինքը տալիս որպես այդպեսին, բայց շատ հաճելի է տեսնել, որ մարդիկ մտածում են, մարդկանց խումբ, որտեղ հոդված վերլուծելը կամ հոդված գրելը կամ գիտությունը այդ որպես այդպեսի կարևոր է, եւ ինքը առօրյական կյանքի խնդիրներից այն կողմ ինչ-որ մի բան է, էլի, հենց հիմնավորված պրոֆեսիոնալ ինչ-որ մի միջավայր է, այդտեղ հոդված են կարդում, քննարկում բան է, շատ են մասնակիցները 84 հոգի են, բայց ամբողջ աշխարհից ավելի շատ երկրորդ երկրներից, երրորդ դաշ երկրներից են լինում, ես ինձ երկրորդ երկիր եմ, էլի համարում։ Մենք հիմա upper middle income ենք, անքապարտ այտարել այդ մասին, հենց որ Եվրոպայից, Կանադայից կան բավականին շատ, հետո փոքր խմբերը առաջանում, դու ինչ-որ մի հատ 10 հոգանոց խմբով իրար հետ եք աշխատում, փոքրիկ ինչ-որ պրոյեկտներ եք անում, շատ կարևոր է պրակտիկ կոմպոնենտը հավեսը։ Ես իհարկե ավելի ուրիշ ձև էի պատկերացնում ընդհանրապես, բայց էլի հերթական անգամ այստեղ շատ հետաքրքիր պահ կա, որ քեզ ոչ ոք ոչինչ չի հանձնարարում, դու ես որոշում սովորես թե չսովորես, քո գրաֆիկը երբ ես ուզում սովորես, ինչի համար ես ուզում սովորես, ինչա քեզ դա տալիս նկարես ոչինչ չանես ընդհանրապես, բայց այդ քննությունները պետք է հանձնես ինչ-որ մի պահի։ Շատ հաճելի միջավայր է, ինքը նոր միջավայր է։ Ես այսքան շատ կրթական էտապներ անցնելուց հետո մտածում եմ, որ ինչ հետաքրքիր է, որ կրթությունը կարա լինի ոչ պարտադիր, ոչ ստիպողական, ոչինչ չունենա իր մեջ, բացի բուն կրթվում ես կրթվելու համար այդ այնց մի բան էլի։ Հաճույքի համար, սիրելով ոնց որ։ Իքը նպատակը կրթվելն է։ Ասենք ոնց է արվեստի նկարիչի նպատակը այդ նկար ստեղծելն է, նույնիսկ նկարը վաճառելը, չէ՞։ Այդտենց այդտեղ կրթվելը ինքնան նպատակ կրթվելն է։ Ինքը չունի այդտենց հերո գնացող այսի անեմ, որ հետո էս անեմ, հետո էս անեմ, հետո էս անեմ, այդպես շատ արժանիքատ եւ ռացիոնալ մոտեցում։ Այդ չունի իր մեջ, ինքը այդպես պրոցես է, ինքը իմенно պրոցես է։ Գիտես, ինձ միշտ թվացել է, որ հաջողության են ասնում հենց այն պրոյեկտները, որոնք սիրում են process-ը եւ նվիրված են process-ին, այլ ոչ թե դեռ չսկսած ճտերն են հաշվարկում։ Հա։ Ես հիմա դրա մեջ եմ։ Այսինքն բաց ստեղծելու, ստեղծագործելու, քո ուզած ձևով ամեն ինչի դասավորելու, դնելու եւ հենց process-ից ընթացք ստանալու ունակությունը շատ մեծ ռեսուրս է տալիս։ Հետո էլ ասում եմ որտեղից ես տամ ռեսուրսները, հետ ասում ես չգիտես։ Պաստորնիկը հետաքրքիր բան կա քո կյանքում, որը կարելի է վերանել։ Բանը կա չէ, հեղինակ անունները մոռանում եմ հեղինակների outliers, այդտեղ ասում ոչ թե խնդիրը հաջողություն ունենալու, ոչ թե նրա մեջ է, որ դու հաջողակ ես կամ ոչ հաջողակ ես, այլ քանի անգամ ես փորձել։ Այսինքն դու էլի կունեն ոչ թե դու հաջողության հասար, որովհետև դու խելացի էիր, այլ դու 100 անգամ փորձեցիր, դրա համար հասար այդ էտապին, անկախ նրանից ինչ եք անում, եթե դուք դա սիրով հաջողություն կրկնում եք, անընդհատ անում եք, ինքը ինչ որ մի օր բերելու է արդյունք է տալու անպայման։ Даже եթե դա սխալ որոշում է, ինքը մի օր դրական շրջադարձ է լինելու էլի։ Շատ լավատես է։ Ռեգուլյար կրկնվող սխալը, այդ մաթեմատիկական օրենք է։ Ռեգուլյար կրկնվող սխալը ինչ որ մի օր վերում է ճշտին ավերում հավանականությունների սկզբունքով։ Գուցեև իրականության մաս կա դրա մեջ, թեև ես ճիշտ ասած ես վերջերս հանգել եմ եզրակացության, որ կյանքը ընտրությունների մասին է։ Իսկ եթե դու էներգիան դնում ես, ի վերջո այն սահմանափակ է, ուզենք թե չուզենք, այն թվի էներգիա ունենք, մարդիկ տարբեր են իրարից, մեկի մոտ շատ, մյուսի մոտ մի քիչ ավելի քիչ, եւ թե որտեղ դու կդնես այդ էներգիան ու որտեղից բնականաբար կգա արդյունքը, շատ կարեւոր է ճիշտ ընտրել, որովհետեւ կյանքում միշտ օրինակ ես համակարգված փորձում եմ մոտենալ իմ կյանքին դոմենների ձևով, ընտանիք, աշխատանք, հոբի, սիրելի զբաղմունքներ եւ որտեղ որ տեսնում եմ որ այն մեկը տուժեց, մեջս մի հատ sense լամպոչկա ընկերների հետ շփումը նույնպես շատ եմ կարևորում, իմ համար շատ կա, գեր սոցիալական մարդ եմ ինձ համարում, ճիշտ է շատ էքստրավերտ չեմ երևի, բայց մոտիկ մարդկանց հետ շփումը ինձ լիքը էներգիա է տալիս։ Եվ երբ որ ես զգում եմ որ այս մեկը պակասեց, այս մեկը պակասեց, սովորաբար այդ բոլորը գործի հաշվին է լինում, իհարկե։ Մի քիչ վերում եմ, հետ եմ վերում, հավասարացնում եմ, որպեսզի հենց դա է նորմալ է ինձ թվում, հենց տենց էլ երևի պետք է ապրել, բայց իմ մոտ այդ չի ստացվում, բայց ես այն օրը այնքան լավ միտք ասեցիր,
Հետո գնացի տուն մտածում եմ այդ մտքի մասին, որ դիսցիպլինան ամենաազատ ապրելու ամենալավ ձևն է։ Ես ինտուիտիվ այդպես եմ անում, այսինքն ես ունեմ ինչ-որ մի հատ օղակ, որ շաբաթ 2 անգամ ընկերների հետ պիտի հանդիպել, ամիս 2 անգամ պետք է գնալ համերգ կինո կամ թատրոն ինչ-որ միտեղ, ու կարևոր չի նույնիսկ նախապես ընտրված չի, ես գիտեմ որ 2 անգամ պետք է գնամ համերգ կամ թատրոն կամ ինչ-որ միտեղ, որտեվ այդ դիսցիպլինան մտցնելուց հետո այդ ազատությունն եմ ձեռք բերել, որ այո, ես այսօր պետք է շուտ վերջացնեմ, որտեվ համերգ պիտի գնամ։ Եվ բացի դա, իրարվում է։ մեզանից լիքը ժամանակ ու էներգիա տանում որոշումների կայացնելը հենց։ Երբ որ դու դրա վրա ռեսուրս չես ծախսում, դու գիտես, որ առողջան սրանից հետո ես ասամ, նրանից հետո այնսամ, նրանից հետո այնսամ, մեկի վերջում հոպ ազատ ժամանակ է հայտնվում եւ ուրախանում ես դրա վրա։ Դրա մասին շատ լուրջ գործել կա, այս վերջերս չեմ հիշում որտեղ կարդացի, ասում է հերիքա որ դա ավելանա քո task list-ում, դու դրա համար ժամանակ կգտնես, բայց ինչի դու չես հասցնում գնաս, ասենք, չգիտեմ, ինչ որ մի գործ անել, որտեղ ինքը դեռ չկա քո այսօրվա task-երի մեջ ավելացրած, այրվող անելիքների մեջ։ Ինքը հենց արեցիր, հենց ինքը schedule-ում ուղակի տեղ գտավ, իր համար ժամանակը ինքը դու դգրեցիր, ինքը schedule-ում տեղ կգտնվի, հենց որոշեցիր, որ դու դա անելու ես։ Այդ հաջողության հասնելու համար այս վերջերս Թալեբ եմ շատ կարդում, անտիխրուպկս բան ունի, գիրք ունի, շատ լավն է, եթե չես կարդացել, չեմ կարդացել, մեծ սիրով, ասում ամեն մարդ ունի ինչ որ չափով անտիխրուպկս ոնց որ կոտրված հակափխրունություն, հենց այդ բառն էի փնտրում, հակափխրունություն, որը որ ձևավորվում է կայուն ստրեսների չափանիշով, այսինքն եթե մենք անընդհատ փոքր ստրեսների մեջ ենք եղել, մենք մեծ հավանականությամբ ուժեղ ձգտումով մարդիկ կմեծանանք, ի տարբերություն նա, որ այդ մարդը շատ լավ պայմաններում է մեծացել ու չի ունեցել որևէ փոքր ստրեսներ, կամ այն մարդը որ մեծ ստրես է ունեցել, շատ մեծ ստրեսներ է ունեցել, այդ կայուն փոքրիկ խնդիրներ հաղթահարելու ունակությունը, որ փոքր տարիքից ես օրինակ այնքան լավ հիշում եմ իմ պարապմունքի գնալը կամ հասարակ դաշնամուրի գնալը, փողոց անցնելու խնդիրը ստրեսեր հաղթահարվեց, ստրեսեր հաղթահարեց, ինքը ստեղծում է ինչ-որ հակափխրունություն, որ դու հետո այդ մյուս ստրեսները ընկալես որպես նորմալ, հա, դե կարա լինի այսպես, այսօր կարա սենց լինի։ Ինքը տոկունություն ես էլի ստանում, տոկունություն ես կերտում։ Այդ կարևոր ունակությունը հաջողելու, չկոտրվելու, էներգիա հավաքելու համար էլի։ Գիտես, վազելը շատ հետաքրքիր ինսայթներ է տալիս այդ առումով, այսինքն մենք ինչպես ենք սովորում վազել, մենք վազում ենք հատկապես մարաթոնների անվազքի ժամանակ շատ կարևոր է որ դու վազես արագ, բայց ոչ այնքան արագ, որ սպառվես։ Այսինքն մի հատ threshold հասկացողություն կա, շեմք հասկացողություն կա, որից ներքև արագությամբ եթե վազում ես, նույնիսկ մտքեր կան, ինչ որ թեզեր կան, որ մարդը կարող է անվերջ վազել։ Հա։ Եվ այդպես են հենց անում ուլտրամարաթոն վազորդները, այսինքն իրանք 24 ժամ, 48 ժամ, մի շաբաթ, մի ամիս շարունակական վազում են, բնականաբար ընթացքում պատշաճ կերպով էներգիա վերցնելով, սնվելով, խմելով եւ այլն, բայց շարունակական վազում են եւ հենց այդ ոսկե կետը գտնելն է, որտեղ քո տոկունությունը ամենամաքսիմալն է, բայց դու դեռ չես սպառվում, որի տակ կկարողանաս շատ հեռու, շատ երկար գնալ։ Բայց եթե դու չմարզվես ու կամ ինչ-որ ցածր շեմով վարդես, էլի չես կարողանա, էլի այդ հաղթահարես, այսինքն ինչ-որ մի գծով գնալու այդ ունակությունը ունենաս, որ կարողանաս հանկարծ ոչ ներքև գնաս, ոչ վերև, էլի։ Հենց այդ շարունակականությունը ապահովես ոնց ճիշտ շնչել։ Ամենտեղ կա դա, ամենտեղ, եթե մտնում ես վիրահատարան ու մեծ քանակով էներգիա ես ծախսում են առաջին վայրկյաններին, հետո հենց հոգնած ես դուրս գալիս։ Երբ որ դու մտնում ես ու ինքը բնական process է, նույնիսկ այտենց մի հատ էլ մտքիդ մեջով անցկացրել ես այդ process-ը, կարող դուրս գաս չզգաս, որ դու մտել ես վիրահատության։ Մաստերստվոյի մասին է խոսքը, վարպետության հասնելու մասին է խոսքը, երբ ամեն ինչ քեզ թվում է թե սովորական ես անում, բայց անում ես շատ կատարյալ ձևով, որպեսզի դրանք իրենցից քեզ համար խոչընդոտներ չներկայացնեն։ Այ ես ու դու նույն ոլորտում ենք աշխատում եւ իրար մեր պացիենտները շատ նման են։ Կուզեի քեզնից լսել, թե որոնք են քո համար ամենամեծ խոչընդոտները, որ այսօր բախվում ենք մեր աշխատանքի մեջ եւ միգուցե դրանք հաղթահարելու ինչ որ ճանապարհներ խորտ տաս։
խոչընդոտները, որ առօրյա խոչընդոտները երևի կուզենայի ավելի կոմֆորտ ապահովել իմ պացիենտներին, անկախ նրանից իրանք ինչ վիճակում են հասնում, որ էտապում են հիվանդանոցային, բուժման, վիրահատարանում, թե ամբուլատոր, այդ կոմֆորտը շատ սիրում եմ ու կուզենայի կոմֆորտ բուժվեր պացիենտը, այսինքն իրեն կոմֆորտ լիներ գալ իմ մոտ, չսպասեր, այդ թղթաբանության այդ անհրաժեշտ համարում եմ, որ անհրաժեշտ, բայց այդ հնարավոր էտապները չանցներ, ունենայի ավելի ժամանակ իրանց այդ միկրոմենեջմենտը կազմակերպելու համար, որը որ շատ դժվար է եւ երբեմն եթե ես օրը ամփոփելու համար մի հատ ամփոփեի, կարող է պարզվել, որ ես բժշկական աշխատանքով, որի համար ունեմ կրթություն, դիպլոմ եւ այլն, ծախսել եմ շատ ավելի քիչ ժամանակ, քան աշխատանք, որը որ ընդհանրապես որ կրթություն չէր պահանջում եւ մտածում որ դա ռեսուրսի չարաշահում է իրականում, որ բժիշկը իր ժամանակը, իր էներգիան, իր րոպեն ծախսել է մի գործի վրա, որը կարող էր անել ոչ բժիշկը։ Իրականում կազմակերպչական այդ հարցը երևի լուծելի չի, որովհետև ինքը շատ հարցերից է կախված, եթե մեզ թվում է որ դա գործատու հիվանդանոցի եւ երկրի հարցը չէ, այդպես չի։ Ես բախտ եմ ունենում շուտ գնալ Միացյալ Նահանգներ ու տեսնել այնտեղ ոնց են աշխատում ու հավատացեք նույն խնդիրը մի քիչ ուրիշ մասշտաբով ես այնտեղ եմ տեսնում։ Ցավոք սրտի վաղուց իմ մոտ այդ ոսկե պատկերը Միացյալ Նահանգների կոտրվել է, հա, այդ երազանք որ այնտեղ ամեն ինչ հարթ է, ամեն ինչ ճիշտ է, չէ։ Ամերիկա разлучница։ Փոքր ժանք տենց էին ասում, Ամերիկա разлучница։ Իդեալական երկիր է, էլի, այդպես հեքիաթային երկիր է, միջև անհայտաշնա Ամերիկան կարդալ է, ես մտածում եմ որ դա այդ բանը dream բոլորիս երազանքն է, ոսկե երազանքը։ Հետո գնում ես մեկ էլ պարզվում է այնտեղ էլ են բուժքույրերը ուժ բերում պացիենտի վիրահատարում, այնտեղ էլ է պացիենտը ուժ երկար սպասում իր բժշկին, հա հասկանում եմ որ ինչ որ մի պահ կա, որը որ շատ ավելի լավ է մատուցվում, բայց բուն են որ իտոգը օրվա վերջում որ անես, մենք ունենք նույն խնդիրները, ինչ որ միջին ստատիստիկական ամերիկացի բժիշկը, ինչ որ միջին ստատիստիկական պացիենտը ամերիկացին, մենք մասշտաբով մի քիչ ուրիշ։ Որտեղ է լուծում այդ հարցերից քեզ։ Նախ պետք է ընդունել, որ դա է իրականությունը։ Խնդիրը տեսնել։ Հա, դա է իրականությունը։ Երկրորդը շատ պետքա ես կարծում եմ, որ մի հատ մեծ խնդիր կա Հայաստանում բժիշկները շատ են։ Հա, էլի կան մարդիկ որ այդպես են կարծում։ Ես շատ վատ կարծիք ունեմ, որ մենք ուզում ենք բժիշկ դառնալ, դա է լավ աշխատանք համարվում, բայց նույն այսօր այնքան շատ լավ աշխատանքներ կա, մարդը ուզում է մի կյանք էլ ապրի, մյուս աշխատանքներ անի, եւ նույն ձև օգտակար շատ աշխատանքներ կան ու այդ ռեսուրսը խելացի մարդկանց, որոնք գնացել ընդունվել են բժշկական ինստիտուտ, իրանց պետք է շատ ավելի ճկուն բաշխել եւ երևի թե ունենալ պահանջ, որ բժշկի պահանջը կա եւ կոնկրետ ինչի համար է ինքը դառնում այդ մասնագետը, այդ վերևից կառավարելու հնարավորություն, եթե մարդը շատ խելացի է եւ այդ շատ խելացին կարելի է օգտագործել մեկ այլ բնակավարում, օգուտ ունենալ այդ մարդուց, արժեք ստեղծել այդ մարդուց այդ բնակավարում։ Հետեւաբար, եթե ես լավ օրինակ վիրահատություն եմ անում կամ լավ գիրք եմ գրում, պետք է հասկանալ, որ մեկն է ավելի լավ, ոչ թե դա պետք է ապահովի իմ կենսակերպը, այլ դրանով պիտի ստեղծվի ինչ-որ մի արժեք։ Եվ ըստ դրա նաև ամեն մարդուց պահանջել ըստ իր արժեքի։ Ինքը ինչքան կարա գործանի եւ ավելի լավ գործանի։ Եթե տենց մարդկանց առաջ այդ սկզբունքը դնել, որ դուք բոլորդ կարող եք լավ ապրել։ Ինձ թվում է ինչ-որ մի ժամանակ դա մեր հաջորդ սերնդի համար բոլորը լավ են ապրելու։ Ես դա շատ պոզիտիվ դրական բան ունեմ։ Բոլոր լավ են ապրել։ Դա գալիս որտեղից է։ Որովհետև աշխատելը որպես այդպեսին չպիտի ինքնանպատակ լինի, ու ես դրսում եմ տեսնում, որ օրինակ երիտասարդը կեսից իր կրթությունը թողնում, որտեղ ինքը արդեն իր ունեցած գիտելիքով կարող է շատ լավ կենսակերպ, լավ մասնագիտություն եւ լավ արժեք ստեղծել։ Արժեք ստեղծելը գումարի մասին չէ, բացատրեմ պրոստել, ինչ-որ value, այո, ինչ-որ հասարակության համար պիտանի գործ անելը, ու դրա համար այդ 5 հատ դիպլոմ 6 հատ բանը պետք չի լինում իրան, եւ ինքը կարողանում է նույնիսկ մի հատ տան կրթությամբ շատ լավ գիտելիք ստանա, տունը նստած ժամանակ լավ կրթություն ստանա եւ անի ինչ-որ օգտակար գործ, այդ հենց որ այդ մեր ուղեղից
մեջ մտնի, որ մենք մեր նպատակը ոչ թե տուն պահելն է եւ սոցիումը դառնա այդպեսի, ոչ թե տուն պահելն, որտեղ ապրիորե տունը կպահվի, ոչ թե ինստիտուտ ավարտելն, որտեղ այդ դիպլոմը չի խնդիրը, այլ մեր value ստեղծելու ունակությունը, եւ մենք բոլորս աշխատենք ինչ որ արժեք ստեղծել, ինչ որ մի արժեք կոնկրետ 5 արժեք, 6 արժեք, 6 հատ գիրք գրենք, ասենք, չգիտեմ։ 6 պացիենտ բուժենք։ Այդ արժեքային բանը պիտի վերանայվի երևի ուղեղներում ասկսվից պետք, բայց դրսում շատ այդ առումով նոր սերունդը շատ փոփոխված է։ Շատ դրական տրամադրվածությունն ես։ Հա, երևի ես դժվարանում եմ կիսել քո հետ այդ տրամադրվածությունը, որովհետև նորից ինչպես Բրոդսկին է ասում, ես գնալով ավելի ու ավելի շատ ենք դառնում մոլորակի վրա, եւ պետքա փորձենք մեզ ավելի համեստ պահել, որովհետև մեր դեպի լույսը ձգտելը որոշ մարդկանց անխուսափելիորեն ստվերում մնալու հաշվին է տեղի ունենում։ Շատ հուսով եմ, որ կկարողանանք այդպես տոլերանտ, հաշտ ու համերաշխ հասարակություն լինել, բայց դեռ կարծում եմ շատ ճանապարհ ունենք անցնելու այդ հարցում։ Մեր երկրում մասնավորապես լրիվ ճիշտ է, ինքը փոքր արևի տակ տեղ ունենալու, տատիկս ասում էր արևը բոլոր ծառերը նույն ձևով չի ընկնում, այդ արևի տակ տեղ գտնելը Հայաստանում շատ դժվար է, շատ, ինքը շատ փոքր ռեսուրս ունի ու եթե դու ինչ-որ մի բան ուզում ես, որևէ մեկից կապ չունի ճակատագրից, տնօրենից, ղեկավարից, պետությունից, չգիտեմ ինչ, ինքը դու վերցնում ես դա մեկ ուրիշից։ Ուրիշի հաշվին ես անում ամեն ինչ, այո, այդ զգացողությունը ես շատ սուր ապրում եմ։ Միք վերև ես բարձրանում, այդ քանակը մարդկանց քչանում է, դու տեսնում ես, որ դու քո ընկերոջից ես դա վերցնում, այնտեղ պետք է մի քիչ կանգնել ու համեստություն։ Ի վերջո բարիքը ինքը գումարային բարիքի եւ եթե այդ բոլորս ենք այդ ապով անցել ինձ թվում է, որ դու գնաս մի շատ գեղեցիկ թանգարան, այդ հաճույքի մի պահում լինում է ինչ որ մեկն էլ սա տեսնի բացի քեզանից։ Երբ որ դու լավ գիրք ես կարդում, կիսվես ինչ որ մեկի հետ, այդ պահը կարանալ այդ բալանսը պահել, ոչ դեպի այս կողմ, ես վերջերս մի շատ լավ ընկեր հուշեց ու այդ միտքը շատ լավն է, այդ շարժում դեպի հավասարակշռություն, մեր լավ հեղինակ ունենք այդ մասին գրած, որ ինչ ենք մենք վաշե հայ, մեր մշակույթի առանձնահատկությունը քրիստոնեությունն է, ինքը իրանով Քրիստոսի կերպարն է, որը ոչ թե այդ կուզենայի աստվածաբանությունից խոսել, այլ կուզենայի խոսել այդ մշակույթից, որ դու միջին գիծը հավասարակշռությունը պահելու կարիք ունես։ Ոչ թե շատ բարի լինես, ոչ թե շատ չար լինես, որտեղ երկուսն էլ ծայրահեղություն են։ Այդ միջինը, այդ հավասարակշռությունը, որ եթե ես կարող եմ այս բարիքը ստեղծել, ես այս բարիքը ստեղծեմ ուղղակի ստեղծելու համար։ Ոչ թե վերցնեմ այստեղից այնտեղից, ոչ թե պայքարի մեջ մտնեմ, ուղղակի ես եմ կարողանում անեմ, այս քանը, ես եմ անեմ էլի դից իմ համար։ Դա թեպես ժամանակից ոնց որ մի քիչ ավելի շատ ճանաչեցինք եւ հասկացանք, որ երևույթները եւ մարդիկ հասարակության մեջ այդքան բինոմիալ չեն լինում, իրենք չեն լինում կամ շատ լավը, կամ շատ վատը։ Հաստատ էլ ավելի շատ գույներ կան եւ ամեն ինչը պետքա փորձել պատկերացնել 3D, միգուցե 4D չափումներով, որին մեր հասարակությունը շատ սովոր չի։ Մենք ցիվում ենք այս մեկը սև է, մյուսը սպիտակ է ու վերջ։ Լավ։ Բայց այդ հասարակությունն էլ այդ ընդհանուր հասարակության մասին կարանք չխոսենք, որովհետև երբ որ դու հասարակ մարդու հետ առօրյա աշխատանքում մեկ էլ շփվում ես ու տեսնում ես, որ դες ինքն էլ է քո նման մտածում ու տենց մի մարդը դա հասարակություն չի, մի մարդու հետ որ շփվում ես, ինքը շատ քո մտքերը կիսելու է։ Այլ որ գումարային բոլորին գումարում անենք, այդ քրիտիկական մասն չի ուղակի ստացվում, որ մտածենք, որ բոլորը այդպես են մտածում, բայց իսկի կան ու համախոհներ միշտ կան, ինչ միտք ունենաս միշտ կլինեն եւ քննադատողներ եւ համախոհներ։ Եթե դրանք չկան, այդ շատ վատ նշան է իմ կարծիքով, եթե քննադատողներ չկան օրինակ, իսկ 90% քննադատող են, 4% համախոհ, բայց նորմալ։ Այդ մեկը չի լսել այդ հարաբերությունը, ճիշտ չէ։ Այդ հարաբերությունը իմ կարծիքով բանն է, այդ 80-20 օրենքն է։ Այն անգամ Սերգեյի հետ ենք խոսում։ Ինչի շուրջ է։ Հեսա ասում Պոետրոյի կանոնա կոչվում, կամ անոնը սխալ եմ ասում, բայց ասում հասարակության մեջ ամեն 80%-ը
ընդհանրապես 80-20-ը բիզնեսում էլ կա այդ օրենքը, դու պիտի անես 80% ներդրում, 20% շահույթ ստանալու համար։ Դու պիտի քո ժամանակի 80%-ը ծախսես 20% էֆեկտիվության համար։ Քո աշխատողների 80%-ը անում են 20%-ի աշխատանք, չէ, 20%-ը անում են 80%-ի աշխատանք։ Չէ, գտամ այսօր ուսումնասիրեմ, չէ, մաթեմատիկական օրինաչափություն է փաստորեն։ Ինքը հստակ կա, ես իհարկե եկել եմ այն եզրակացության, որ այդ 20%-ի մեջ էլ 80-20%-ը գործում է։ Այդ 20%-ի մեջ էլ 80%-ը այդ մի քիչ համախոհ չեն քո հետ, մի քիչ քննադատելու են, մի քիչ իրանց շահը ունեն, այն 20%-ը այդ նվիրալն են։ Ու տենց բոլոր 80-20-ների մեջ, որտեղ դու գտնվես, դրա մեջ ներքին էլի 80-20%-ը կա, եւ վերջը հասնես մի հատ 4%-անոց միջավայրի, էլի։ Այնտեղ որտեղ այո կլինի մի մարդ, որ քեզ կասի ապրես, գնա առաջ, կլինի 5 մարդ, որ կասի, այս ինչ սխալ բան ես դու անում։ Նորմալ է, տենց էլ պիտի լինի։ Իսկ ով ասեց, որ դա պիտի լինի։ Այո, մարդիկ տարբեր են լինում։ Իմ ճանապարհի մի քիչ ավելի վաղ փուլերում, երբ ես կայացա այնքան, որ կարող էի արդեն ինչ-որ ներդրումներ անել, ինչ-որ մարդկանց զարգացման մեջ, եւ դա ինձ շատ ուրախացնում էր։ Ես միշտ շատ մեծ դրական էներգիա եմ ստացել ինչ-որ մարդկանց աճին նպաստելու գաղափարից եւ ունակությունից հաճախ հիասթափություններ էլ էի ունենում եւ դա գալիս էր նրանից որ այդ մարդը իրեն այնպես չէր պահում ինչպես ես ակնկալել էի եւ սկզբից ոնց որ այդ ամբողջ տրամադրվածությամբ ամբողջ ոնց որ իմ հնարավորությունների սահմանում կարողացել ինչ-որ բան անել իսկ հետո հասկացա որ դա նորմալ է դա շատ նորմալ է եւ նույնիսկ 20 չէ եթե այդ 100%-ից 5%-ն էլ կարողանա քեզ վերադարձնել, իհարկե դու դրա համար չես դա անում, բայց դու արդեն շատ շահած ես դուրս գալիս։ Ցանկացած բան, որ լավ բան են կանում, լավ բան ես անում, մի ձև հետա վերադառնալու։ Կարևոր չի ինքը նույն մարդու միջոցով կլինի, չգիտեմ, տիեզերքի միջոցով կլինի, ինքը ինչ որ մի ձև, մի տեղ ինքը վերադառնալու է այդ էներգիան, ինքը չի կարա կորի։ Այդ ամբողջականի տիեզերքի ամբողջականությունը այնքան կարևոր է, եթե դու տուն ես գնում ու գիտես որ այդ օրը դու մի մարդու օգնել ես, ինչ որ մեկը ճանապարհին քեզ օգնում է։ Տարբեր սիտուացիաներ, փոքրիկ հարցերից մինչև մեծ հարցերը, ինքը այդ էներգիան չի կորում։ Ինքը հաստատ հետաքրքիր է եւ տեսակ հուսադրող է դրա վրա։ Հաստատ է տենց է, ես շատ անգամ եմ համոզվել, որ դու նույն տեղից չես ստանում այդ գնահատանքը։ Այո, կարող է 10 հոգու սովորացնես տարեր գրել, բայց մեկն էլ այդ ընթացքում քեզ ինչ-որ մի բան կտա դրա դիմաց, ու այդ այ այդ գնահատականը։ Հերմինե ջան, մեր ժամանակը կարծես թե սպառվում է, կարող ենք շատ անverջ զրուցել, բայց դու անպայման եւս անգամներ վստահ եմ հյուրը կլինես, բայց ավարտին մեր ոդքասթի շատ կուզենայի քեզանից իբրև մարդ ով իսկապես շատ խորացող է եւ գիտակ է եւ խորը ներքնաշխարհ ունի, կուզենայի խորհուրդ լսել մեր դիտորդների համար 3 գիրք խորհուրդ տուր, որոնք կուզես որ մարդիկ անպայման կարդան եւ իրենց դա ինչ-որ բան կարող է տալ։ Քանի որ շատ են, կասեմ 3 գրքերը վերջի, որ ես եմ կարդացել ու ինձ ինչ-որ անընդհատ ուզում եմ խոսել այդ մասին։ Նասիմ Թալեբը շատ կարդում այդ Սև կարապը, երևի որն էլ կարդան, հակափոխրունություն, անտիխրուպկսն էլ, Սև կարապն էլ ինքը բանափոխում ուղեղում, եկել սկսում ես ուրիշ ձև աշխատել, ապրել, վերջին այս նոր հեղինակներից Պիլևին է ես վերջերս էլի հայտնաբերել ինձ համար, էլի մի քանի էտապներով փորձեցի ու կորույցը շատ հետաքրքիր է, հայերեն չգիտեմ ոնց է, ու այդտեղ շատ հետաքրքիր պահեր կա, որ այս ժամանակի վերլուծության մասին է խոսքը, եւ երրորդը երևի էլի Օրթեգայի Գասետ, Վաստանյա մաս, մի հատ միտք կա, ասում է մենք հաճախ հանդիպում ենք մարդկանց, որոնք չունեն գիտելիքներ եւ թվում է, որ կրթված չեն հասկանում ինչա կատարվում, բայց ցավոք սրտի շատ նեղ մասնագետներ նույնպես այդ նույն մասայի մի մասն են, որովհետեւ լինելով շատ ինքնավստահ մի բնակավարում, իրանց գիտելիքը չի հերիքում մյուս բնակավարներում, բայց իրանց ինքնավստահությունը տարածվել է նաեւ այնտեղ։ Դեպաբար մենք բոլորս այդ
խնդիրը ունենք շատ լավ չընկալելու աշխարհը, այդ շատ գերազանց չընկալելու, այդ կոչվում է վաստանյա մաս, Օրտեգայի կասետ, էլի, այդպես վերջի լավ բաներից, որ փոխում է միտքը։ Շնորհակալություն, շատ նման է այն համեմատությանը, որ ասում են, որ գիտությունը նման է մի երեխայի, որը ծովի ափին նստած խաղում է մի քանի ավազահատիկի հետ։ Հա։ Բայց չէ որ ծովի ափը անեզրահ ու շատ մեծ է։ Քեզ թվում է, որ դու այդ մաքսիմալն է, մեկ էլ հասկանում ես ոչ։ Դու իր որոշել, որ դա Բարեկամներ, կարդիոլաբում այսօրվա մեր հյուրն էր բժիշկ սրտաբան, ինվազիվ արիթմոլոգ դոկտոր Հերմինե Պողոսյանը։ Հերմինե ջան, շնորհակալություն, որ մեզ հյուր եկար։ Եթե հավանում եք այն, ինչ անում ենք, չմոռանաք բաժանորդագրվել մեր ալիքին եւ նաեւ տարածել հաղորդումները։ Ցտեսություն, մինչ նոր հանդիպում։